ՈՒԶՀ պատասխանում գրված է թայռած, ինչ է դա նշանակում։ Շատ հաճախ վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտությունից հետո բուժառուները եզրակացության մեջ տեսնում են թայռած բառը և կողքը որևէ թիվ 1-ից 5-ը, և առաջին հարցը, որ առաջանում է, ինչ է դա։ Մի անհանգստացեք, թայռածը դիագնոզ չէ, դա միջազգային ստանդարտացված համակարգ է, որը օգնում է բժշկին ճիշտ գնահատել հանգույցի բարորակ կամ կասկածելի լինելու աստիճանը։ Թայռած 1. Առողջ գեղձ, հանգույցներ չկան։ Թայռած 2. Բարորակ փոփոխություններ, չարորակության ռիսկը 0% է, բուժման կարիք չկա։ Թայռած 3. Հավանական բարորակ հանգույց, չարորակության ռիսկը 5%-ից ցածր է։ Սովորաբար պահանջվում է միայն հսկողություն։ Թայռած 4. Միջին կասկածելի հանգույց, ռիսկը 5-ից 20% է։ Այս դեպքում կախված չափսերից սովորաբար 1,5 սմ-ից մեծ կարող է առաջարկվել բիոպսիա։ Թայռած 5. Բարձր կասկածելի հանգույց, ռիսկը 20%-ից բարձր է։ Բարձր թայռածը դեռ չի նշանակում, որ դա քաղցկեղ է։ Դա ընդամենը ազդանշան է բժշկին ավելի ուշադիր լինելու կամ լրացուցիչ հետազոտություններ նշանակելու համար։ Հանգույցի չափսն ու թայռածի աստիճանը տարբեր բաներ են։ Փոքր հանգույցը կարող է ունենալ թայռած 4, իսկ մեծ հանգույցը թայռած 2։ Եթե ձեր ՈՒԶՀ պատասխանում տեսնում եք թայռած 3, 4 կամ 5, մի անհանգստացեք, պարզապես դիմեք էնդոկրինոլոգի ճիշտ հետագա քայլերը որոշելու համար։